Բարև ձեզ սիրելի քաղաքացիներ, քիչ առաջ ավարտվեց Հայաստանի խորհրդարանի եւ Եվրոպական խորհրդարանի համագործակցության ձևաչափի հերթական նիստը Բրյուսելում ընդունվեց հայտարարություն, այդ հայտարարության հետ կապված մի քանի տեղեկացում ունեմ ձեզ, որովհետեւ քարոզչամեքենան հաստատ դրա մասին չի խոսի։ Առաջին ես ներկայացրել էի շուրջ 6 առաջարկ այդ հայտարարությանը, որոնցից մեծամասնությունը իհարկե չընդունվեց, բայց էական է երկուսի վերաբերյալ հայկական կողմի քվեարկությունը։ Առաջարկներից մեկն էր կոչ անել Ադրբեջանի իշխանություններին զերծ մնալ Հայաստանի ներքին հարցերին վերաբերող հայտարարություններ անելուց։ Վերաբերելի էր դա Սահմանադրության փոփոխությանը եւ այլն։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները դրանք քվեարկեցին ձեռնպահ։ Իսկ իրենք ձեռնպահ են։ Իրանց մեկ է Ադրբեջանը կարծիք կհայտնի Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին, թե չէ, ագրեսիվ ռետորիկա կունենա Հայաստանի մասին, թե չէ։ Իրենք դրան ձեռնպահ են։ Երկրորդը առհասարակ հայտարարությունը արդեն որ երրորդ անգամ, երկրորդ կամ երրորդ անգամ քաղաքացիական պայմանագրի պատգամավորները դեմ են քվեարկում ցեղասպանության վերաբերյալ առաջարկին ներառել հայտարարության մեջ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման համատեքստում հայոց ցեղասպանության հարցի պահպանումը, այսպես ասեմ։ Դրան պարզվում է քաղաքացիական պայմանագիրը դեմ է։ Չնայած չի պարզվում, դա մենք վաղուց գիտեինք, բայց արդեն որ երրորդ անգամ հաստատվեց քվեարկությամբ։ Մի կարևոր կետ էլ կա, որ կուզենայի իմանաք։ Այդ հայտարարությունը վստահ եմ առաջիկայում այն կհրապարակվի թարգմանված տեքստով, ներառում է նաև մեկ կետ, որտեղ Եվրոպական միությունը նշում է, որ հաշվի է առել noted բառն օգտագործված, որ Հայաստանում առկա են կարծիքներ, որ օգտագործվում է դատական համակարգը, առկա են որոշակի ժողովրդավարական խնդիրներ, կոչ է անում ժողովրդավարությունը ֆունդամենտալ իրավունքները պահպանել եւ այլն, բայց սա համեմատած նախորդ մերժողականությանը, որ փորձում էին ներկայացնել իբր Հայաստանում ոչ մի խնդիր չկա ժողովրդավարության տեսանկյունից, հիմա գոնե ասում են, որ noted նկատում են, որ կան Հայաստանում քաղաքական եւ քաղաքացիական շրջանակներ, որոնք խոսում են ժողովրդավարական հետընթացի եւ իրավապահ համակարգի օգտագործման, քաղաքական նպատակներով օգտագործման մասին։ Երևի երբ որ Հայաստանում ազատության մեջ ընդդիմադիր չմնա, երբ որ բոլոր ընդդիմադիրները բերդերում լինեն, երբ որ Հայաստանում քաղաքաբանտարկյալների թիվը լինի ոչ թե 50, այլ 500, այդ ժամանակ կարող է մենք հասնենք նրան, որ եվրոպական կառույցները հստակ նշեն, որ Հայաստանում առկա են նմանօրինակ խնդիրները, բայց այնուամենայնիվ համեմատած նախորդի բոլոր այն գործողությունները, որոնք իրականացվում են Հայաստանում հակաժողովրդավարական գործընթացների մասին բարձրաձայնելու, քաղաքաբանտարկյալների հարցերի մասին բարձրաձայնելու մասին, ինչ որ փոքր չնչին արդյունքներ տալիս են։ Այս երկու նորությունությամբ էի ուզում ձեր հետ կիսվել, քիչ անց մի ժամից մոտավորապես կտեղադրեմ նաև իմ ելույթը այս ձևաչափում։ Լավ եղեք։